Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը խորհրդարանականները երկրորդ անգամ են քննարկում։ ՕԵԿ խմբակցության ղեկավարը բողոքում է, որ իրականում դրանում տեղ չեն գտել ռեալ փոփոխություններ։ Ցուցակների հրապարակման հարցը օրինակ այդպես էլ չի մտել փոփոխությունների մեջ, ու դա արդեն վատ է, ասում է Բիշարյանն ու օրինակ բերում Արտաշատում, Աբովյանում ու Ալավերդիում տեղի ունեցած ընտրություններում խախտումները։ Արտաշատում ընտրացուցակով ընտրվողների մասնակիցների թիվը 21000 է, իսկ բնակչությանը 21300։ Այսինքն ինչ է ստացվում, որ Արտաշատում ընդհանրապես ընդհանուր թվի մեջ պետք է երևար մինչև անչափահաս տարիք ունեցող երեխաները։ Ընդհանրապես մենք չունենք մինչև 18 տարեկան երեխաներ։ Վանքից ես եմ գալի, աղոթքից դուք եք խոսում։ Ալավերդում մասնակցել է 8978 ընտրող։ Ասեցիք 3000 ավել։ Նախորդ ընտրություններին մասնակցել է 9300։ Այդ ո՞նց եղավ 3000 ավել։ Երբ որ ես եմ եղել թեկնածու 8900 է մասնակցել, համապետական ընտրություններին 8800 է մասնակցել։ 3000 ավելը նշանակում է 6000-ից պակաս։ Խնդրում եմ թույլտվության մեջ մի գցեք մեր հասարակությանը։ Թերթերի տվյալները հրապարակելու փոխարեն լավ կլիներ, որ ազգային ժողովի ամբիոնից ճշտված փաստեր ներկայացվեին, հավելում է Վահրամ Բաղդասարյանը։ Տիկին Բիշարյան, դուք այստեղ թվեր եք հնչեցնում առանց ուսումնասիրելու։ Ասում եք Արտաշատ քաղաքում բնակվում է 21000 բնակիչ եւ ընտրողները 20000 են։ Ես կարդում եմ. Արտաշատ քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 21013 հոգի։ Մարդ։ Ընտրողների հիմնական ցուցակում ընտրողների թիվը 20995։ Մասնակիցների թիվը 10401։ Դուք ասում եք բնակվում են 21000 մարդ, բնակվում է շուրջ 35000 մարդ։ Դու ժողովուրդ թերթես ասում ես տվյալներն են բերում, որ սրանք փաստացի տվյալներ են։ Այդ թերթը երևի համագործակցում է ես։ Չստուգված տեղեկություններով հասարակությանը թյուրիմացության մեջ գցել պետք չէ, շարունակում է Շարմազանովը։ Բիշարյանն իզուր է բողոքում, թե մարդիկ ընտրությունների են գնացել պլաստիկ քարտերով։ Որևէ մեկը պլաստիկ քարտերով չի ընտրել։ Ընտրությունը եղել է անձնագրերով։ Ես Էդուարդ Շարմազանովս նվաստս մասնակցել եմ ընտրություններին իմ սովորական անձնագրով եւ բոլոր ալավերդիները։ Բիշարյանին օգնության է հասնում գործընկերը, ասում է խոսքը միայն Ալավերդուն չի վերաբերում։ Խնդիրը համակարգային է, պլաստիկ քարտերով ընտրության դեպքում չեն կարողանում հետևել, թե մարդը քանի անգամ է ընտրել, կնիկ չկա։ Միգուցե Ալավերդիում չեն եղել, բայց ընդհանրապես այս ընտրությունների ընթացքում եղել են քվեարկություններ, իմ տեղեկություններով գոնե պլաստիկ քարտերում, հետագայում ամենայն հավանականությամբ դրանց քանակը կավելանա, սակայն եթե մենք այսօր չխոսենք եւ չբարձրաձայնենք այս խնդիրները, այս հիմնախնդիրները, սրանք հետագայում հանգիստ կարող են նաև խախտումների տեղիք տալ։ Ժառանգությունը, ՀԱԿ-ը ու ԲՀԿ-ն օրենքում փոփոխությունների միասնական առաջարկներ էին արել, թեև առաջին հայացքից առաջարկների գերակշռ մեծամասնությունն ընդունվել է, սակայն առանցքայինները չեն ընդունվել, նկատում է Նայրա Զորաբյանը։ Օրինակ, ցուցակների հրապարակման առաջարկը մերժվել է, որպես պատճառ վկայակոչելով Վենետիկյան հանձնաժողովը։ Եթե այդուհանդերձ մենք կայացնենք քաղաքական որոշում հրապարակելու ընտրական ցուցակները, Վենետիկի հանձնաժողովը եւ նրա ղեկավար Ջանի Բուկիկյոն հաստատ չեն կախվի։ Խորհրդարանական ընդդիմությունն այնպես է ոգևորվել, կարծես մեծամասնության հեղինակած նախագիծն են քննարկում։ Օրենքում փոփոխությունների հեղինակները դաշնակցականներն են, հիշեցնում է Հերմինե Նաղդալյանը ու ամբիոնի մոտ հրավիրում Արծվիկ Մինասյանին։ Իմ իսկ նախաձեռնությամբ խնդրել եմ ասել եմ, որ առաջարկություններին եք միանում, հայտարարեք, ասեք, օրինաց երկրին ուղարկել եմ, ասել եմ, մինչև վերջի օրը ոչ մի արձագանք։ Այնպես որ տեխնիկական պատճառի խնդիր չկա այստեղ, հարգելիներս, ցանկության խնդիր է։ Ես խնդրում եմ, չհասկացողը դու ես, Տիկին Բիշարյան։ Փոխանակ ողջունելու մեկ քայլ առաջ գնալու այս նախաձեռնությունը ամբիոնից ճղճիմ հայտարարություններ են հնչում, շարունակում է Մինասյանը։ Վիրավորվել է Զուրաբյանի խոսքից, թե դաշնակցության հետ համագործակցողները լավ վախճան չեն ունենա։ Ժամանակ եւ հայեղափոխական դաշնակցությունը, պարոն Զուրաբյան, այս բոլոր գաղափարների կրողն էր, ձեր քաղաքական ուժը սկի ծնված էլ չէր։ Ավելին ասեմ, կեղծարարության մեջ մասնագիտացված լինելով հանդերձ, դուք այսօր մեղադրում եք մի քաղաքական ուժի կեղծիքների ենթադրյալ գործընթացի մեջ, որի անգամ, ոնց ասեմ, որևէ թեթև անգամ հնարավորությունը կամ կասկածը մենք չենք տվել ձեզ։ Ստախոսը դու ես, որ ես ամբիոնից կանգնած ինչ անիմաստ հայտարարություններ ասես անում եք։ Սա քաղաքական համաձայնեցման հնարավորություն է, վստահ է դաշնակցական падգամավորը, մինչև վերջ պնդելու են իրենց մոտեցումները, անկախ նրանից, որ գործընկերները դահլիճից դուրս մի բան են ասում, ամբիոնից մեկ այլ։ Առաջարկները ներկայացնում եք ու թռնում եք
Իրկուտսկ է, Յակուտսկ է, եսին որտեղ։ Հետո գալիս եք վերջի օրը այստեղից կանգնում եք հայտարարություններ եք անում։ Այն դեպքում երբ որ անընդհատ աշխատել ենք ձեր հետ։ Աննա Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, Արտյոմ Պողոսյան, այսօր։